ավելի շատ կենտրոնանանք այն միասնականության վրա։ Հարցազրույցներն եմ նայում, սենց Նարեկ Կարապետյանին եմ նայում, մեկ էլ միանգամուց անցավ այս սրան եմ նայում։ Արա սենց նայում եմ սար ու ձորի տարբերություն, էլի, այս մարդը, որ լսում ես, ոնց որ հոգիդ հանգստանում է, ճիշտ պատասխաններ ես լսում։ Հետո այս մեկին ես, որ լսում ես, արա ասում ես, ինչ կոնտրաստավոր մարդիկ են, ախպեր ջան։ Ամեն մեկը մի համայնքի պետ է նշանակված։ Ու այս սրանք, ախպեր ջան, այս իրանց կուտոկով, այս իրանց թափառական այդ իրանց հոգևորականներով, այս մի եկեղեցուց այն մի եկեղեցի, այն մի եկեղեցուց այն մի եկեղեցի, բան ու գործ թողած ընկել են այս եկեղեցին են քանդում ու լրիվ այդ նույն կուտոկն է։ Ես դեռ չեմ ուզում վիրավորեմ, էլի։ Հա, լավ, հիմա Կանգնի Նարեկի պես ակուրատնի խոսա, պատասխանի ասա։ Խի անպայման պետք է խոսաս ու վիրավորես։ Բառապաշ այդ մեջ այդ վիրավորեղն ակուրատնի բան չկա, նստես մարդկանց հետ խոսած, ոնց որ Նարեկն էր խոսում, տենց էլ դու նստեր խոսայր։ Չկա քո մոտ այդ բառապաշարը։ Ես դեռ չեմ ուզում վիրավորեմ, էլի։ հա, լավ, հիմա ուզում ենք Տնեք դառնալով եկեղեցու հետ դուք ձերուղի տպին եք, չէ։ տպի Ինչ նպատակով եք եկել այստեղ։ Կայսկան չստացված դեմքեր կան, եկել են ընկել են եկեղեցու հետևից։ Սրանք էլ դեմքները փագած։ Սա ամենաեղկելի, ամենասոսկալի եւ ամենազազրելի պատճառաբանությունն է, որ կարող է հնչել որևէ մեկից, որ ինքը տուն է պահում։ Ով Նիկոլի մոտ որ աշխատում է հարցնում ես, ախպեր ջան տուն եմ պահում, ես բա ինչ անեմ, երեխեքս բանես կոմ։ Դե սաղը տուն, սաղը վարի տվեք, սաղը բան եք տուն եք պահում։ Բայց դուք հետո պատասխան եք տալու այդ տուն պահելու համար։